ՀՅԴ-ն կարող է ընդունել Ռոբերտ Քոչարյանի առաջնորդությունը, բայց չի կարող ընդունել Լևոն Քոչարյանի առաջնորդությունը, որտեղ կներեք Լևոն Քոչարյանի առաջնորդությունը ընդունել ՀՅԴ-ի համար վճռորոշ ընտրությունների շրջանում, այդ նշանակում ուղղակի սեփական տապանակար է դնել, գնալ մեծ ռիսկի։ Դրա համար, ասենք, եւ այդ ներքին տարածություն, եւ Ռոբերտ Քոչարյանը անգամ իր հենարանի ներսում չկարողացավ իր որդու ուրեմն ժառանգորդման իրավունքները լուծի, որտեղ Բայց ամեն դեպքում ՀՅԴ կանայք եւ падգամավորները Հայաստան դաշինքի տեսել եք քանի անգամ Լևոն Քոչարյան ախրանայի դեր կատարում են, ներեցեք, դա մի քիչ այլ բան է, քան նրան որպես, ասենք, թիվ 1 առաջնորդ ճանաչել, դա ուրիշ բան է։ Այնուամենայնիվ նա մնում է իրանց առաջնորդի որդին, ոչ թե իրենց առաջնորդը։ Այսինքն ՀՅԴ-ում պատրաստ չեն Լևոն Քոչարյանին ընկալել որպես իրենց առաջնորդ։ Չեն կարող, գոնե այդքան քաղաքական փորձառություն ունեն, այդպիսի ավանտյուրայի չգնալու, որովհետև նրանք կարող էին այդ արկածախնդրությանը գնալ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդությամբ, բայց ոչ Լևոն Քոչարյանի առաջնորդությամբ, էլի, ասենք, դա լուրջ չի, այդտեղ քաղաքական առաջնորդության անգամ նշույլ չկա, ասենք, նրա խոսքը քաղաքական չի, նրա խոսքը անգամ իրավաբանի չի լինելով, այսպես ասած, ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտ, դու նրա խոսքում նույնիսկ իրավաբանություն չես